Ձեր կարծիքով որոնք են այն հիմնական սխալները, որ տոնական սեղանին բոլորը օգտագործում են եւ հենց վնասում են իրենք իրենց։ Իմ կարծիքով հիմնական սխալներից մի քանիսը մենք կհասցնենք շոշափել։ Սխալներից մեկը նա է, որ մարդիկ քաշ չհավաքելու նպատակով տոներից առաջ բավականին սահմանափակում են իրենց սնունդի մեջ։ Անգամ այսպես բեռնաթափման շաբաթ կամ բեռնաթափման տասնյակ են իրենց գլխին սարքում, հա? Եւ հետո անգամ կարող է սովապահությամբ զբաղվեն, ուղղակի սոված մնան, որպեսզի այո, տոնական օրերին ոչ մեկ սեղանի, հա, բազմաթիվ սեղանների շուրջ նստեն եւ այսպես մոռանան բոլոր սննդաբանության կանոնների մասին, ըստ իս ամենամեծ սխալներից մեկը սա է, որտեղ սա ծանրագույն վնաս է հասցնում առողջությանը, հա, եւ մի քանի օրում հնարավոր չի իրականում ճարպակալել, հա, իրականում քաշ հավաքել իրական, որն է իրական քաշը, ճարպ, հա, մի քանի կիլոգրամ իրական ճարպ հավաքել հնարավոր չի։ Եվ եթե 1-2 խնջույքային այդ օրերից հետո մարդու մոտ ավել քաշ է արձանագրվում, հա, շերքի վրա, սա ամենևին ճարպի մասին չի խոսքը, հա, սա ավելորդ հեղուկի մասին է, որը ինչքան հեշտ կուտակվել է, այդքան հեշտ էլ կգնա։ Հետևաբար այս նպատակի համար, որ չլինեն այս մի քանի կիլոգրամը, բացարձակ չարժե տոներից առաջ, ուրեմն անհեթեթ, առանց բժշկի խորհրդի, ինչ որ հորինված ինտերնետից, օդից, սեփական գլխից, հա, հորինված ինչ որ խիստ սահմանափակող սննդակարգեր անել, ինչու, որտեվ սնունդը մեզ համար այսպես ռեզերվային աղբյուր է, էներգետիկ նյութ, հա, էներգետիկ ռեզերվ է, որը մենք ստանում ենք եւ ծախսում ենք տարբեր մեր գործունեության համար եւ մեր օրգանիզմի գործունեության համար, մտավոր, ֆիզիկական աշխատանքի համար, մեր օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաները կատարելու համար, այդ ամենի համար պահանջվում է էներգիա, որը մենք որտեղից պիտի ստանանք, միայն սննդամթերքներից, հա, եւ մեր օրգանիզմի գլխավոր ռեզերվը, որը օգնում է մարդուն երկար ժամանակ առանց սնունդի մնալու դեպքում չմահանալ, դա լյարդն է, լյարդը եւ մկանները, եւ եթե մարդը